Անցած տարվա հունիսի 2-ին ՊԵԿ նախագահի մտերիմ ընկեր, նախկին քննիչ և դատախազ Գառնիկ Մարգարյանը նշանակվեց ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ։ Այս տարվա հունվարի 15-ին ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ Ման 25 ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ ՊԵԿ-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ման 25 ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեում բացվել է ծառայողական քննություն։ Սրան նախորդել էր մեր հրապարակումը Երևան-Մոսկվա ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների մասին։ Եվ հիմա Ժողովուրդ օրաթերթի իրավապահ աղբյուրները փոխանցում են, որ ՊԵԿ նավի պետ Գառնիկ Մարգարյանը հրավիրվել և հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում այս վարույթների շրջանակում։ Ժողովուրդ օրաթերթին հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան ասել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթով հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Հավելենք, որ համակարգում լուրջ խմորումների մասին են ակնարկում, մտավախություն հայտնելով, որ իրավապահները փորձում են մաքրել հնարավոր պատասխանատվությունից որոշ բարձրաստիճան պաշտոնյաների։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը։